Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բասկամարտի աշխարհի չեմպիոն Մարիամ Սարգսյանը։ Ողջույն Մարիամ ջան։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես ուրախ եմ, որ ընդունել ես մեր առաջարկը, ինչպես նաև շնորհավորում եմ քո հաղթանակի կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ։ Սկսենք առաջին հարցից, որը շատերին կհետաքրքրի, ինչպես սկսվեց քո սպորտային ուղին։ Իմ սպորտային ուղին դեռևս սկսվել է դպրոցական տարիքում, բայց ոչ պրոֆեսիոնալ կարիերան։ Մասնակցել եմ 2 դպրոցական առաջնությունների Գյումրիում, հետո արդեն եկել եմ Երևան, որտեղ ինձ հաջողությունը չժպտաց, 4-րդ եւ 2-րդ տեղերն եմ գրավել, բայց պայքարում էի առաջին հորիզոնականի համար։ Հետո արդեն բուհում, երբ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան, իմացա, որ առանձին ֆիզկուլտուրայի խմբակներ կան եւ ցանկացա ընդգրկվել բասկամարտի խմբակը։ Ճիշտ է, առանձին այդ անվանումով խմբակ չկար, բայց մեր մարզասրահի վրա գրանցվելը կօգներ ինձ, որ մասնակցեմ միջբուհական առաջնություններին։ Հենց այդպես էլ անում եմ, մի քանի առաջնությունների մասնակցում եմ եւ այսպես ասած առաջարկ եմ ստանում, որ սկսեմ պրոֆեսիոնալ մարզվել, մի 6 ամիս իմ մտքում գաղափարը պտտվել է, վերջնական 6 ամիս հետո երևի սկսել եմ պրոֆեսիոնալ կարիերան եւ մինչեւ օրս շարունակում եմ։ Բայց հիմնականում sense մի հատ կարծրատիպ կա, երբ որ օրինակ մտածում են աղջիկները պետքա սպորտի գնան, հիմնականում ավելի այնպիսի սպորտային մարզաձևեր են լինում, որոնք ճակերտներով մտածում են, որ միայն աղջիկներինն են կամ ավելի համապատասխան են աղջիկներին։ Արդյոք այն սպորտաձևը, որը դու ընտրեցիր, չկար մտածողություն, որ միգուցե ժամանակի ընթացքում օրինակ չկարողանաս գնալ ընթացքին համահունչ։ Ասեմ ձեզ, սկզբնական հատվածում, երբ որ ինձ ծանոթ տղաներին ուղարկում էի ավելի ուժեղ աղջիկներին, հարցնում էի, արդյոք ես կդառնամ նրանց պես, կդառնամ աշխարհի չեմպիոն, եւ նրանք ասում էին, պարապելու արդյունքում կդառնաս։ Ես միշտ եմ եղել ուժեղ եւ ուժային մարզաձևեր շատ եմ սիրել, այն ձեր ասած ճակերտավոր աղջիկական մարզաձևերը ինձ այդքան էլ չեն գրավում։ Եվ դե ինչ մարզումներ արել եմ, ես դրանց պտուղը քաղել եմ եւ աստիճանաբար տեսնելով, որ արդյունքս բարելավում է, մտածել եմ, որ դառնալու եմ չեմպիոն ու հասնելու եմ դրան։ Ներքին ձայնս հուշում է։ Իսկ ընթացքում, երբ որ արդեն այդ ճանապարհով անցնում էիր, ընդհանրապես ինչ դժվարությունների ես հանդիպել, դա կլինի ֆիզիկական դժվարություններ, դա կլինի արդեն հոգեպես այն ապրումները, որը դու ունեցել ես այդ սպորտային ուղու ժամանակ, որովհետև գիտենք, որ դու պետքա լինես միշտ մոտիվացված, իսկ մոտիվացված չի լինում լինել, պետքա նաև ունենաս դիսցիպլինա։ Հասկացա։ Դե բոլոր սպորտսմենների համար էլ ֆիզիկական ցավերը անխուսափելի են, մանավանդ աղջկա համար, հաստատ ոչ մի աղջիկ էլ չի ուզենա, որ իր մարմինը ամբողջությամբ ցավի։ Ֆիզիկականը անցողիկ է, առավել կարևոր են հոգեբանականը։ Դե պարտությունները սկզբնական շրջանում շատ դժվար եմ տարել, բայց ոչ թե դժվար եմ տանում ինքս իմ համար, այլ մտածում եմ, որ շրջապատը կմտածի, որ ես այս սպորտում թույլ եմ կամ ընդհանրապես անելիք չունեմ, ավելի շատ շրջապատի մտքերն եմ կարդում ճակերտավոր էլի, դրա համար եմ կոտրվում ու ոչ մի այս սպորտում, դա նաև համալսարանում է այդպես, եթե ինչ-որ քննություն եմ տապալում, ես մտածում եմ, որ ամբողջ կիսամյակում դասախոսը մտածում էր, որ ես խելացի եմ եւ հիմա արդյունքը ու նույնիսկ դասախոսներին եմ գրում, դուք չեք մտածում, չէ՞ որ ես թույլ էի։ Նույնը սպորտում է գործում, դա սկզբնական շրջանում ունեցել եմ նաև ֆինանսական դժվարություններ, վերջին առաջնության ընթացքում դա լուծվեց շնորհիվ բասկամարտի ֆեդերացիայի, որովհետև դարձա Եվրոպայում չեմպիոն եւ աշխարհի առաջնությանը արդեն ֆինանսավորեցին։ Վերջին դժվարությունն էլ բժշկականի հետ համատեղելն է։ Այդքանը, բայց ամենակարևորը դա հոգեբանականն է, ուղղակի ես չկոտրվող տեսակ եմ, աղջիկներին իմ կարծիքով առաջինը դա կարող է պատճառ հանդիսանալ, որ դուրս մնան այս սպորտաձևից։
Նաև խոսում ենք պարտությունների եւ հաղթանակի մասին, իրականում բավականին դժվար է պարտությունը առաջինը ընդունել հենց քեզ համար, բայց ինչպես էր կարողանում համակերպվել պարտված լինելու այդ ճակերտավոր կարգավիճակի հետ եւ դա քեզ ինչ էր անում ուժ էր տալիս, որպեսզի դու առաջ շարժվեիր ու ավելի լավը դառնայիր ու բացի դրանից նաև ինչի էր անդադ մտածում դու մարդկանց կարծիքների մասին, արդյոք եղել է ինչ-որ դեպք, որը պատճառ է հանդիսացել, որ քո համար դա դառնա առիթ, որ դու մտածես, վայ, չմտածեմ, որ ես պարտվեցի, ուրեմն այստեղ ես թուլացա։ Պարտությունների հետ ես չեմ համակերպվում, մի պատմություն պատմեմ, ուրեմն հանգստանալու եմ մեկնել Արզնի առողջարար կենտրոնում, այն մարզիկում պարտվել է Հայաստանի առաջնության, տեսալովակ է տեղադրում, որ պատրաստվում եմ մեկնել աշխարհի առաջնության, իսկ ես այդ ամեն ինչը նայում էի պառկած վիճակում, էլի հանգստանում էի, ես տեսնելով այդ տեսահոլովակը ես միանգամից հագնում եմ իմ սպորտային շորերը եւ գնում մարզվելու, այսինքն ընդհանրապես ես չեմ համակերպվում այդ վիճակի հետ եւ ես 1 տարի հետո փոխել եմ այդ պատկերը հաղթանակը դեպի իմ կողմ ուղղելով։ Իսկ ինչպիսին է քո առօրյան, երբ որ դու բաներ կա, որ պետք է օրինակ անես որպես մարզիկ, այսինքն դա քո ապրելակերպի մի մասն է, որը դու ընդունում ես ու ապրում ես դրանով, ինչպես ես կարողանում այդ ամեն ինչը առօրյայի հետ հարմարեցնել։ Ասեմ ձեզ, այդքան էլ դժվար չէ, ինձ համար միակ դժվար բանը դա սննդակարգին հետևելն է երևի թե, իսկ ժամանակը կառավարելու առումով ընդհանրապես խնդիր չեմ ունենում։ Ճիշտ է, եթե միակ կենտրոնացումը լիներ սպորտը, սպորտում էլ ավելի առաջ կգնայի, բայց դե ինձ համար երկու բնակավարն էլ թանկ է, եւ սպորտը եւ բժշկությունը, ու բժիշկներն էլ բավականին հարգանք են վայելում, երկուսը մեկում շատ իդեալական է ինձ համար։ Միակ դժվարությունը այս դեպքում ինձ համար սննդակարգ պահելն է։ Ուրիշ ոչինչ։ Խոսենք սննդակարգ պահելուց եւ ընդհանրապես մարզիկը տարբեր չափանիշների պետք է համապատասխանի։ Ընդհանրապես ես ինքս երբ որ իհարկե բավականին հեռու եմ այդ աշխարհից, բայց մոտավոր երբ որ նայում եմ, տեսնում եմ, որ որոշակի կիլոգրամներ կան, որոնց պետք է օրինակ թե տղաները, թե աղջիկները մրցումների ժամանակ համապատասխանեն եւ նույնիսկ հիշում եմ դեպքեր, երբ որ սպորտային մրցումներից առաջ մարդիկ խելահեղ օրինակ սննդակարգեր են պահում, որպեսզի քաշի նվազեցում կամ չգիտեմ ավելացում ունենան, ընդհանրապես ինչպես է դա ձեր ոլորտում։ Ուրիշներինը չգիտեմ, որ լինում են մարզիկներ, որոնք 10 եւ ավել կիլոգրամ են փորձում նիհարել մրցույթին մասնակցելու համար, ինձ համար դժվար չէ, քանի որ իմ մոտ դա ընդամենը 5 կիլոգրամ է, ես ինձ ստրեսի չեմ ենթարկում դրա հետ կապված, ուղղակի փորձում եմ հանել վերջին 1 ամիս ժամանակահատվածում շաքարը, հացը եւ ավելացնում եմ ջուրը, այդքանը, մնացածը սնվում եմ ինչպես առօրյայում կսնվի սովորական մարդը, ուղղակի այդպես պետք է չլիներ, պետք է լիներ ավելի հենց սպորտսմենին հատուկ, ուղղակի դա իրոք բավականին մեծ գումարների հետ է կապված։ Սպորտ սնունդ, հենց այն ամեն ինչը առօրյա մարդուն հասանելի չէ, դա պետք է լինի հասանելի սպորտսմենի համար, որը լուրջ գումարների հետ է կապված, կարծում եմ։ Իսկ ընդհանրապես որևէ կազմակերպություններ չկան, որոնք հովանավորում են, որ այն մարդիկ, ովքեր ունեն օրինակ առաջ խաղացում կամ առաջադիմություն, այսինքն տվյալ մարդիկ կարողանան որոշակի չափանիշներով օգտվել եւ ստանալ գումար, որը կհատկացնեն իրենց զարգացման համար։ Ճիշտն ասած, տեղյակ չեմ։ Ցանկացել եմ հետաքրքրվել, բայց իրոք ժամանակս չի հերիքում այդ կողմից էլ խորանալու, ինձ թվում է կա, ուղղակի ես դեռևս չեմ կարողացել գտնել։ Նաև քանի որ հիմնականում զրույցը մեր միշտ անկեղծ է լինում, այսպեսի մի հարց է առաջանում, երբ որ աղջիկները մարզվում են, իրենց ընդհանուր ֆիզիոլոգիան, այսինքն ֆիզիկապես մարդը մանավանդ նման սպորտային մարզումներ իրականացնելուց բավականին փոխվում է եւ մկաններ է ձեռք բերում, ավելանում, դա հիմնականում ինչպիսին է քեզ համար, արդյոք երբ որ օրինակ չափից ավել մկանային զանգված ես ունենում, դա քեզ կոմֆորտ է, հարմար է, թե օրինակ սպորտն է, որը նաև որոշակի քեզ ստիպում է, որ անես բաներ հանուն սպորտի մի կողմ դնելով օրինակ քո նախասիրությունը։ Ասեմ ձեզ, սկզբնական շրջանում, որ պարապում էի,
Ասում էի, որ այսքանը բավական է, բայց քիչ-քիչ ցանկությունը ել ավելի մկանային զանգված հավաքելու ավելանում էր։ Ինձ նեղված եմ զգում մի քանի դեպքերում, օրինակ, երբ որ ցանկանում եմ զգեստ ենթադրենք, որը նուրբ աղջկա է սազում, բայց ինձ չի սազում, այդ դեպքում եմ նեղվում մկանային զանգվածից, մնացած բոլոր դեպքերում ինձ համար հաճելի է ու նաև ինչու՞ չէ, ասեմ, մարդկանց հայացքներն էլ սպորտսմենին լրիվ ուրիշ է, ինձ դուր է գալիս։ Ընդհանուր առմամբ ավելի դրական կողմեր ունեմ, քան թե բացասական այդ առումով։ Նաև ինչպիսին է ընդհանրապես մարդկանց արձագանքը եւ եղել են օրինակ զվարճալի դեպքեր, քանի որ հիմնականում չես հանդիպում շատ այն աղջիկների, ովքեր լավ, այսպես ասած, մկանային զանգված ունեն եւ ֆիզիկապես լավ պատրաստված են։ Հայաստանում արձագանքը ուղղված սպորտսմեններին շատ դրական է, համալսարանում էլ է դրական։ Զվարճալի դեպքերից կարող եմ նշել այն, որ դեռ ոչ մի մարզաձևով չէի զբաղվում, բայց էլի ունեի մկաններ եւ առավել արտահայտված ոտքերից եւ մի տարեց տղամարդ հա մոտենում ասում է դե դա Գյումրիում է տեղի ունեցել, ասում է քուրս շտանգիստ ես, բայց ասում եմ չէ, շտանգիստ չեմ, բայց մինչև հիմա էլ ինձ որակում են որպես ծանրամարտիկ։ Մի երկու անգամ է եղել, որ ըմբշամարտ են կասկածել, եւ ոչ մեկ չի մտածել, որ իրականում դա բասկամարտն է, որովհետեւ մեր սպորտաձևի մասին չգիտեն էլ, թեև ընկերական շրջապատում առավել աչքի ընկնող սպորտաձև է։ Ընկերների մեջ միշտ լինում է, չէ, ուժը փորձելու համար առաջին կիրառվելը դա լինում է ձեռքի ուժ կպնելը։ Հաստատ ըմբշամարտը չի լինում կամ ծանրամարտը։ Դրանով են սկսում ուժեր չափել։ Նաև դու սովորում ես, այսինքն համատեղում ես քո կրթությունը եւ քո սպորտային կարիերան։ Ընդհանրապես, ինչպես որոշեցիր ընտրել բժշկությունը, որովհետեւ դա նույնպես բավականին պատասխանատու ոլորտ է եւ համալսարանական առօրյատ ինչպես է անցնում։ Ասեմ ձեզ, ի սկզբանե որոշել էի հենց դառնալ բժիշկ, դա իմ մանկական ցանկությունն է եղել է նաև մորս ցանկությունը եւ իմ սպորտային կարիերան ես չեմ պատկերացրել սպորտը իմ համար զրոյական դիրքում է եղել։ Ուղղակի ճակատագիրը բերեց նրան, որ առաջին կուրսի երկրորդ կիսամյակից սկսեցի պատահական զբաղվել բասկամարտով եւ այդպես շարունակվեց։ Բժշկականի հետ համատեղել եմ միայն ծանր է քննության շրջանում, միջև այդ ընդհանրապես ծանրաբեռնվածություն չեմ ունենում, հասցնում եմ, գիտեք, ես միշտ աշխատում եմ քննությունները պարապել կրկնությունների վրա հիմնված եւ ենթադրենք, եթե մի գիշեր էլ չքնեմ, հա, ու ամբողջ նյութը հասցնեմ կարդալ, այդ ինձ հանգստացնում է, հետո այն մնացած օրերին արդեն ուղակի վրայով անցնում եմ, այսպես ասած, ու ինձ չի թվում, որ այդ մի գիշեր չքնելը շատ է անդրադառնում սպորտի վրա։ Կարողանում եմ էլի դիմանալ։ Իսկ ընդհանրապես ինչպես է արձագանքը քո կուրսընկերների եւ դասախոսների, քանի որ մանավանդ տվյալ հաղթանակից հետո բավականին մեծ հիմնականում կարելի ասել սա ձայն բարձրացրեց։ Ասեմ դե սկզբնական շրջանում կուրսընկերներս էլ, հա, ասում էին, թե ավելի լավ է կենտրոնացումը տաս դեպի բժշկությանը, սպորտսնունդ մի օգտագործիր, որովհետև դա վնաս է։ Դե կարծում եմ, ես էլ եմ կարծում, որ ինչ որ չափով վնաս է, կողմնակի էֆեկտներ չի կարող չունենալ։ Բայց հիմա արդեն նրանք էլ են ուրախանում, թե արդեն on-line-ին շնորհավորում էին աշխարհի առաջնության հետ կապված։ Իսկ համալսարանում շատ դրական է մթնոլորտը, ամբիոնի վարիշները, որ իմանում են կամ հենց դասախոսը իմանում է, որ չեմպիոնը իր ուսանողն է, արդեն եթե անկեղծ նրա աչքին համ բարձրանում եմ, համ էլ գնահատելու առումով ավելի մեղմ է վերաբերվում։ Չգիտեմ, վերջինը պետք է ասեիք, թե չէ, բայց դե լավ։ Իսկ ընդհանրապես բժշկի մասնագիտությունը, որը դու ընտրել ես, ինչ ուղղվածություն ունի եւ ինչ ես պատրաստվում հետագայում անել։ Հիմա դե 5-րդ կուրսի ուսանողուհի եմ եւ
դեռ ուղղություն ընտրելուն մի տարի ունեմ, երկու ուղղության վրա եմ կասկածում, լավ, 3, բայց երրորդը ընդհանրապես հեռու է, ինձ թվում է։ Առաջինը տրավմատոլոգիան է եւ երկրորդը ռևմատոլոգիան։ Տրավմատոլոգիա ընդհանրապես չեմ մտածել, ուղղակի որպեսի սպորտը չհանեմ իմ կյանքից, ցանկանում եմ համատեղել եւ տրավմատոլոգիան ու իմ սպորտը իրար հետ համահունչ կգնա։ Ուղղակի վիրաբույժ դառնալը ունի իր դժվարությունները, ոլորտում միակ կին մասնագետ լինելը էլ եւս դժվարություն կլինի, իսկ ռևմատոլոգիան, որը թերապևտիկ ուղղություն է, չկա վիրահատություն, ոլորտում կանայք ավելի շատ են, այսպես ասած, առաջնորդ, ով կարող է ինձ այդ ուղղությամբ տանել, ունեմ ծանոթ, այսպես ասած, ինձ թվում է ռևմատոլոգիան ավելի հեշտ կլինի, դա էլ այդքան հեռու չէ իմ սպորտից, որովհետև դա էլ համակարգային հիվանդությունների հետ է կապված, հոդերի, ներարկումների, ինչու ոչ, իսկ երրորդ տեղում էնդոկրինոլոգիան է, դա էլ լավ մասնագիտություն է, բայց ինձ թվում է, չէ, այս գլխավոր երկուսն են, որոնց մեջ կասկածում եմ, հնարավոր է իմ սպորտային հաջողությունները կամ առաջընթացը օգնի տրավմատոլոգիայում կայանալուն, ու ինձ օգնող հնարավոր է ծնվի, էլի, ընթացքում։ Նաև հիմնականում շատ դժվար է պատկերացնել այն մարդկանց կյանքը, ովքեր նման զբաղվածություն ունեն եւ կարող են ունենալ օրինակ թեկուզ անձնական կյանք։ Ինչպես է քեզ մոտ դա, արդյոք դա չի խանգարում քո անձնական կյանքը ձևավորելուն, քանի որ շատ մարդիկ կան նաև ովքեր դեմ են լինում հիմնականում այն մասնագիտական ուղուն, երբ որ ընտրում է իրենց կողակիցը։ Հասկանալի է, ես ինքս չեմ ընտրի այնպիսի կողակից, որը կարող է ազդել իմ բնագավառներից ինչ-որ մեկի վրա, ինձ համար կարևոր է տղայի մեջ այն, որ նա օգնում է կնոջը առաջ գնալ, մնացած առումներով, եթե ինձ պետք է արգելի եւ իմ հոգու խաղաղությունը խանգարի, հա, ես կընտրեմ իմ բնագավառը եւ ոչ թե այդ մարդուն, ես բնավորությամբ այդպիսին եմ։ Եթե ես իմ երկու բնագավառում ինձ հանգիստ եմ զգում, կարծում եմ խնդիր չէ։ Նաև իրականում մեզ թվում է, երբ որ արտաքինից անձը ֆիզիկապես կարող է ուժեղ լինել, նույն ուժեղությունը ունենում է հոգեպես, բայց իրականում իմ պատկերացումներով այդ մարդիկ ավելի զգայուն են եւ ավելի նուրբ են լինում։ Երբ որ դու պատկերացնում ես քո կողքին ինչ-որ մեկին, ինչպիսի պատկերացումներ ունես տվյալ անձի վերաբերյալ, որովհետեւ իրականում դու ուժեղ աղջիկ ես եւ պետք է ունենաս այնպիսի մարդ, ով կարողանա համադրի քո ուժը։ Իրականում, այո, այդպես է, եթե օրինակ ենք վերցնում ինձ, կարծում եմ, այո, ֆիզիկական առումով ավելի ուժեղ եմ, ներքուստ ոչ թե թույլ եմ, այլ ավելի զգայուն, նեղացկոտ ինչու ոչ, իսկ տղայի մեջ գնահատում եմ ոչ թե իր արտաքին ֆիզիկական հատկությունները, այլ նրա բնավորությունը, ձգտումը, տարբեր իրավիճակներից դուրս գալու ընդունակությունը եւ դրանք գլոբալ կապ ունեն խելքի հետ, մարդու իմացական մակարդակի հետ եւ դա հենց առաջին հերթին գրավում է ինձ տղաների մեջ, ոչ թե նրանց ֆիզիկական կազմվածքը։ Դա պետք է, բայց եթե ինձնից էլ ենթադրենք մի քիչ թույլ է, ինձ չի խանգարում, ես տղամարդու վրա ձեռք բարձրացնող մարդ չեմ, որ խանգարի, միշտ դա են մտածում, որ ես ինձնից թույլ տղամարդու եմ ուզելու իշխել, դա այդպես չէ, ես երբեք նման տղայի վրա չեմ նայի։ Նաև հիմնականում դու խոսում ես ընտանիքի մասին եւ արժեքների մասին, ինչ դեր ունեն քո ծնողները եւ ես ինքս էլ երբ որ քո խոսքը լսում եմ, դու բավականին մեծ, այսպես ասած, ունես նպատակ, որ ամեն ինչ անես, որպեսզի քո ծնողը երջանիկ լինի եւ քո ծնողի սպասումները արդարացված լինեն։ Ինչպիսի դերակատարում ունի քեզ համար աջակցությունը։ Ասեմ գլխավոր աջակցությունը հիմնականում սպորտին ուղղված չի եղել, այլ բժշկությանը։
Մայրս շատ է ցանկանում, որ բժշկության մեջ առաջ գնամ, բայց վերջերս երբ որ տեսնում եմ իմ հաջողությունները ու իմ, այսպես ասած, հայտնիությունը Facebook-ում եւ այլն ընդհանրապես կայքերում, նա եւս արդեն ուրախանում է եւ հասկանում է, որ այն ինչ ես մտածել եմ, ճիշտ է եւ արդեն հաշվի է նստում իմ որոշումների հետ։ Մայրս ինձ շատ է ցանկանում տեսնել հայտնի, ցանկանում է լինեմ այնպիսի մարդ, ում խոսքը վճռական լինի, նրա խոսքը ինչ-որ մի բան փոխի, շրջապատում կամ ընդհանրապես մեծ հարթակներում, եւ ես դրա համար ամեն ինչ անելու եմ, դա ոչ միայն իմ մոր ցանկությունն է, այլ նաեւ իմ։ Ես էլ եմ գիտակցում, որ դա շատ կարեւոր է։ Նաև ինչպիսին էր մրցույթի ընդհանրապես հաղթանակը հենց ծնողի համար, ինչպիսի դեր ունեցավ եւ ինչ դժվարություններ ես անցել մինչեւ հաղթանակը հասնելը։ Մինչեւ հաղթանակը նախ ասեմ առաջնության մեկնել ենք սեպտեմբերի երևի թե մի րոպե 11-ին կարծեմ, չէ, մի րոպե ասեմ։ Նախ ասեմ, որ մենք մեկնեցինք ուրեմն աշխարհի առաջնությանը սեպտեմբերի 9-ին, իսկ միջև առաջնությունը 25-րդ տարբերությամբ երևի թե օգոստոսի 18-ին տարա վիրահատություն, ոչ թե ձեռքի հետ կապված, այլ ընդհանուր ինձ մոտ Եվրոպայի առաջնությունից առաջ էր ծագել խնդիր, որը բարդացել էր, թարախային պրոցեսներ կային եւ նաեւ միջնապատ, եւ ես դա ցանկանում էի պահել առաջնությունից հետո, բայց հասկանում էի, որ հնարավոր է վատթարանա վիճակս արդեն մրցույթին, դե մայրս չէր ցանկանում, որ մասնակցեմ առաջնությանը, մտածում էի, որ արյունահոսության վտանգ կա եւ այլն, բայց ես հստակ որոշել էի, որ թեկուս եւ ունենամ վիրահատություն, դա ինձ չի խանգարելու։ Գնացել էի ցախ ձեռքի մեդալի ակնկալիքով եւ աջ ձեռքի չեմպիոնության ակնկալիքով։ Ցախ ձեռքը երրորդ հորիզոնականը գրավելուց հետո ունեցա ինքնագնահատականի անկում։ Ինքս էլ ինձ ասում էի, թե գնացել էիր մեդալիդ հետևից, ունես մեդալը, հիմա պայքարիր աչի համար, բայց աջ ձեռքի առաջնությանը քնած վիճակում էի, ես չգիտեմ դա վիրահատության ընդհանուր այդ անզգայացման ազդեցություններ, չեմ էլ հիշում դրա ազդեցությունը ինչքան է պահպանվում, թե իմ ընդհանրապես ուրեմն ինքնագնահատականի անկմամբ էր պայմանավորված, բայց աջ ձեռքի չեմպիոնությունը ես մտածում էի, թե շատ հանգիստ եմ տոնելու, ուղղակի ստացվեց այնպես, որ սարքեցի ինքս իմ սխալի պատճառով 50-50 վիճակ, թուրքի հետ էի ֆինալային պայքարում, մարզիկը թուրք առանց չէ, մեկ պարտությամբ հասել էր ֆինալ, իսկ ես առանց պարտության էի հասել ֆինալ, եւ եթե նա ցանկանում էր ինձ հաղթել, պետք է 2 մարտում հաղթեր ինձ, իսկ եթե ես պետք է հաղթեի 1 մարտում։ Ստացվում է այնպես, որ նա հաշիվը կարողանում է իմ սխալի պատճառով հավասարեցնել, դարձնել 1-1, եւ արդեն վիճակը օրհասական էր։ Ես ընդհանրապես խաչակնկվում եմ ու մտնում արդեն պայքարի մեջ։ Դե պատկերացրեք 50-50 վիճակում հաղթանակ տանելը ինչ կլինի։ Նաև հաղթանակ տանել մի մարդու նկատմամբ իհարկե այստեղ խտրական կարգավիճակներ չենք դնում, բայց իրականում բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակ է, ընդհանրապես զգացումը ինչ էր, որովհետև պարտավորվածությունը կրկնակի անգամ ավելանում է, երբ գիտես, թե ով է մրցակիցդ։ Հասկանում եմ, թուրք մրցակիցների հանդեպ իրոք տրամադրվածություն ունեմ, ճիշտ է, դե մեր խումբը կամ ֆեդերացիայի գլխավորները ասում են, որ սա սպորտ է եւ ոչինչ չպետք է լինի, գիտակցում եմ, որ դա այդպես պետք է լինի, բայց կարծես թե վրեժի ցասում կա, իրոք, նրան պատկերացնում եմ որպես իմ երեխային ապագայում ենթադրենք շատ վատ եմ պատկերացնում, բայց նրան պատկերացնում եմ մարդ, ով ծնելու է հետագայում իմ երեխային սպանուղին։ Այդ մթնոլորտն է տիրում։ Այդպես։ Դրա համար ահավոր է այդ վիճակը։ Իսկ հաղթանակից հետո
դռներ քեզ համար բացվեցին եւ ինչ դերակատարում ունեցավ, ինչ փոփոխություններ բերեց քո կյանք։ Հաղթանակից հետո նախ շնորհավորանքներն էին շատ, երբ մտնում ես կայքեր ու տեսնում առաջինը քո նկարը, դա շատ հաճելի էր։ Դե մի քանի ուրեմն զեկույցների չէ, կարելի ասել, զրույցների են կանչել, դա եւս շատ հաճելի է։ Ցանկանում եմ նաեւ դիմել դպրոցներին, սեմինարներ կազմակերպել հենց իմ մարզաձևի հետ կապված եւ մասսայականացնել բասկամարտ մարզաձևը։ Ինձ թվում է հետագայում նաեւ այս ամենը տեսնելով արդեն ինչ որ կազմակերպություններից ֆինանսական աջակցություն կստանեմ։ Հիմա դեռևս չեմ դիմում այդպիսի կազմակերպությունների, ես ցանկանում եմ ինքս իմ գործը անել եւ պտուղները վաղ թե ուշ գալու են։ Մարիամ, նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են քո ճանապարհը ընտրել, կլինի դա բժշկության ոլորտը, կլինի թե սպորտային ոլորտը, ընդհանրապես ինչ խորհուրդ կտաս, ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը եւ ինչի պատրաստ լինի անցնելու այդ դժվարություններով։ Բժշկական համալսարանում սովորողները շատ վատ հատկանիշ ունեն, բոլորը չէ, բայց որոշ մասան, որ վախեցնում են ընդունվողներին եւ ասում, որ բժշկականում դժվար է եւ դու այդտեղ պետք է միայն սովորես։ Ոչ, դա այդպես չէ։ Բոլորը, թե անվճար, թե վճարովի համակարգում սովորողները, նրանք ունենում են ժամանակ իրենց ժամանցը կազմակերպելու համար։ Կան, այո, այնպիսի սովորողներ, որոնք միայն գիրք են սիրում, գրքով են զբաղվում, բայց ես դա չեմ ընդունում ճիշտ, դա ինձ համար կյանքի անիմաստ կորուստ է։ Պետք է ասեմ, որ սովորելը բժշկական համալսարանում շատ հեշտ է, միակ դժվարությունը կարող է լինել քննություններին եւ այն էլ անվճար համակարգում սովորողների համար։ Սպորտում կարող եմ ասել, որ սպորտով սկսնակները, որոնք ցանկանում են զբաղվել, առաջին հարցը, որ տալիս են, փող կա մեջը։ Չեմ հասկանում սա։ Սպորտ մտնում եք աշխատանքի համար, գնացեք ուրիշ բան արեք։ Սպորտը ինձ համար երբևիցե աշխատանք չի եղել։ Ես դա արել եմ առանց փողի ակնկալիքի, բայց այժմ իմ գումարը գալիս է ինձ, որովհետև սկսել եմ իմ արդեն մարզչական գործունեությունը, սկսում եմ մարզել եւ տղաներին եւ աղջիկներին ու ասեմ իմ խմբում այժմ աղջիկներն ավելի շատ են, քան տղաները։ Աղջիկները իրոք շատ են ուզում, ուղղակի չգիտեմ ինչ նախանգարում չեն կարողանում իրենց դրսևորել կամ քայլը անել, ինձ թվում է ընտանիքը չի թողնում։ Այսինքն խնդիրը, որ ավելի շատ մտածում են, որ դա տղաներին վերաբերող սպորտաձև է եւ աղջիկները չեն կարող այդ սպորտում առաջնություն ունենալ կամ օրինակ զարգացում ունենալ։ Այո, առաջինը դա այն է, որ ուժային մարզաձև է, աղջիկը փոխվում է իր կառուցվածքով, այո, փոխվում է եւ ապագան աղջկա կառուցելը դժվար է։ Չեմ կարծում, որ տղան ով աղջկան սիրում է, արտաքինի համար պետք է սիրի եւ այն էլ եթե աղջիկը միայն մկաններով է, հա, մի քիչ տարբերվում մյուսներից, ենթադրենք դիմագծերն է սիրուն, դա հարցի այլ կողմն է։ Չգիտեմ, բայց տղաները շատ են ճնշում իրոք աղջիկներին։ Ինձ էլ, ինչու ոչ։ Եթե բացեք մեկնաբանությունները, ավելի շատ բացասական մեկնաբանություններ են, քան թե դրական։ Բայց դու այդ բացասական մեկնաբանություններից հիմնականում ավելի շատ նեղվում ես, թե դրանք քեզ տալիս են հնարավորություն, որպեսզի դու զարգացում ունենաս։ Ես այդ մեկնաբանությունների վրա ծիծաղում եմ։ Դրանք ինձ ոչ ուղղում են դեպի հաղթանակ եւ ոչ էլ ասում են թե վերջացրու, մի արա, մի զբաղվիր սպորտով, ոչ մի ազդեցություն չեն տանում։ Ինձ ավելի շատ դուր է գալիս, որ այդպես են գրում, ես ուղղակի ծիծաղում եմ, անցնում եմ առաջ։ Մեկը ես գիտեմ դեպի ուր եմ գնում։ Մարդիկ ովքեր գրում են, նրանք կյանքում ոչնչի չեն հասել ու չեն հասնելու։ Մարիամ, եւ եթե ամփոփենք, ինչ մոտիվացիոն խոսքով մեր հեռուստադիտողներին ընդհանրապես չեմ մի հատ էլ ասեմ, որտեղ մենք հեռուստալիք չենք։ Մարիամ, եթե ամփոփենք, ընդհանրապես ինչ մոտիվացնող խոսքով կդիմես այն մարդկանց, ովքեր մեզ դիտում են հիմա։
Համ պիտի սպորտին վերաբերող պիտի լինի։ Ընդհանուր կյանքին էլ վերաբերվի, սպորտային ուղուն էլ վերաբերի։ Ահա։ Եղեք համառ, եղեք ուժեղ, մի կոտրվեք, լսեք շրջապատի կարծիքին, բայց դա թող չլինի որոշիչ։ Շարժվեք ձեր ներքին զգացողություններով։ Դե ինչ Մարիամ, շնորհակալ եմ նման անկեղծ մոտիվացնող զրույցի համար։ Վստահ եմ, որ դու շատերի համար օրինակ կծառայես, որ սպորտը չի հարցնում սեռ եւ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ առաջխաղացումային ոլորտում, որը սիրում է։ Շատ շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ, ինչու ոչ, բասկամարտի մասին բարձրաձայնելու համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի դիտողներ, վստահ ենք, որ այս զրույցը բավականին մոտիվացնող կլինի ձեզ համար։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։